Ընկերներս Մոսեսն ու Գրիգորը, երբ որսատեղից դատարկ վերադարձան, գյուղամիջին նրան սեր առա. «Որսանելը թան չի, ամեն մարդի բան չի, գնացեք մախոխ կերեք։ Նրանք թե հերիք է լոպազություն անես, որսկանից մտիկ, ոտները կապած է լլի, բան սպանողը չես»։ Ես։ Հա, հենց դու։ Ինչ ես տալիս առավոտը գիշերհանա մի եկ նապաստակ բերեմ։ Բերելը կբերես, համազգուշ կաց, քացի կտա։ Անտերները տարվա այս վաղտը նալած են լինում։ Էն կողմից վրա բերես չոփուր վաղոն։ Մեր շուրջը հավաքված երիտասարդները հրհրացին, ես աստիկ վիրավորված քայլերս ուղեցի դեպի տուն։ Ադա, կամաց, աչքին կխփես, լսվեց ետևից Մովսեսի ծաղրը։ Որոշեցի ինչ է լինի, գիշերհանա բախտս փորձել։ Այդ ժամանակ ես 14 տարեկան հազիվ լինեի, բայց ֆրանսիական սիստեմի մի լավ հրացան ունեի, որի կոթը սղոցով կտրել կարճացրել էի, որպեսզի մատս հրացանի ձգանին հասներ։ Այդ գիշեր, ինչպես ասում են, փորս վառոտ էր ընկել, չկարողացա քնել։ Ակլորը կանչեց թե չէ, վեր թռա տեղիցս, տրեխներիս մեջ հարթ լցրի, հագա ու գնացի գոմը։ Գոմը քերելուց եւ անասուններին կերտալուց հետո հրացանս վերցրի, բրդե ձեռնոցներս հագա եւ շտապով դուրս եկա տնից։ Այ տղա, մի կտոր հաց վեր կալ, լսվեց մորս ձայնը։ Պետք չի, եսա գալիս եմ, ասացի ու քայլերս ուղեցի դեպի գյուղի վերը, դեպի թփերով ու մացառներով պատած բլուրները։ Փորձից գիտեի, որ նապաստակներն ամենից շատ լինում են գյուղի մոտերքում, թփուտներում։ Այդտեղից նրանք գիշերները խոժում են մեր այգիներն ու պարտեզները եւ կրծում ծառերի բները։ Մի ձմեռ նրանք բոլորովին մերկացրին իմ տնկած բոլոր տնկիները։ Ստիպված եղանք տնկիները կտրել եւ արմատից քիչ բարձր նորից պատվաստել։ Այդ դեպքից հետո ես զայրացած էի շլտիկների վրա։ Լուսանում էր։ Վաղորդյան սառնամանիքն ամեն ինչ հուպ էր տվել, կաղապարել։ Օդը ծանրացել էր, շնչել չէր լինում։ Բերանիցս դուրս եկող գոլորշին եղյամ կապեց մոթալ փափախից եզրերի մազերին։ Ես ճանապարհից շեղվեցի, շուտով մի նապաստակի հետ նկատեցի ու առաջ գնացի այդ թարմ հետքով։ Գիտեի, որ թփերի տակ կրծելուց հետո հենց նոր գնացել է իր բույնը։ Մտա թփուտները։ Հետքից երևում էր, որ բոլորովին կանգ չի առել։ Ուրեմն կասկած չկար, որ քնելու է գնացել։ Թփուտներից դուրս եկա, դիմացս մի փոքր հարթ տարածություն կա։ Նայում եմ, հետքը գնում եւ ընդհատվում է այդ հարթության ուղիղ մեջտեղը։ Այ զարմանք, հո երկինք չի թռել անտերը։ Հրացանս պատրաստ զգուշությամբ առաջ շարժվեցի։ Այնտեղ, ուր ընդհատվում է նապաստակի հետքը, ձյունը ծակված է։ Ուրեմն բույնը շինել է հենց ձյան հաստ շերտի տակ։ Ես դեռ իմանելիք չէի որոշել, երբ նապաստակը հանկարծ դուրս պրծավացած ստակից եւ ինչքան ուժ ուներ նետվեց առաջ։ Շվացրի, պպզեց ու ականջները սրեց։ Հրացանի ոտը քաշեցի, բայց կրակվեց 1-2 ակնթարթ հետո։ Ըստ երևույթին վարոտը խոնավացած էր։ Ափսոս չկպավ։ Ես արագ շարժումով նոր փամփուշտ տրի մեջը եւ նշան բռնեցի փախչող նապաստակի ետևից։ Նա արդեն վազում էր դեպի աջ։ Մի վայրկյանում հարմարեցրի նապաստակից կես քայլաչափ առաջ բռնեցի ու կրակեցի։ Իմ հաշվով մինչև կրակելը եւ գնդակը տեղացնելը նապաստակը կես քայլաչափ կվազեր։ Իմ հաշիվը ճիշտ դուրս եկավ։ Նապաստակը գլորվեց եւ սկսեց ոտներ ջղաձիգորեն ցնցել օդում։ Վազեցի ու վերցրի մեծ բերկրանքով։ Կարծեմ այն ժամանակ դա իմ երրորդ ֆորսն էր։ Գերեր եւ փորի տակ շիկավում ոսկե գույն էր։ Դրանից հենց կենթանի ժամանակ հասկացել էի, որ էգ էր։ Վերցրի եւ ով զարմանք, գնդակը մի աչքից խփել մյուսից դուրս էր եկել։ Մինչև գյուղը մի շնչում վազեցի։ Դեռ արևը դուրս չէր եկել, հասա Մոսեսանց տուն, դուռը շտապ ծեծեցի ու բղավեցի։ Էй, խլնքոտ Մոսի, մի վեր կաց տեսես տղեն աչքին ա խփել, թե չէ։